Անցյալ տարի Ռուսաստանի եւ Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը հասել է 1.6 միլիարդ դոլարի։ Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Ըստ նրա, սա ռեկորդային ցուցանիշ է Հայաստանի ամբողջ արտաքին առևտրաշրջանառության 1/3-ից ավելին։ Ռուսաստանը մնում է Հայաստանի առաջին առևտրային եւ ներդրումային գործընկերը, ընդ որում վճարումների ավելի քան 90%-ը կատարվում է ազգային արժույթներով։ Նախարարը հավելել է, որ ռուսաստանյան ներդրումների հոսքը դեպի այնպիսի կարևոր ոլորտներ, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, տրանսպորտը, լոգիստիկան ու լեռնահանքային արդյունաբերությունը, շարունակվում է։ Ըստ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տվյալների 2025-ի փետրվարի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերում սպասարկվել է 4.947.554 հաճախորդ, նրանցից 4.734.649 ֆիզիկական անձինք են, իսկ 212.905-ը իրավաբանական անձինք։ Այս տարվա ապրիլի դրությամբ Հայաստանի միջազգային պահուստային ակտիվները կազմել են 3 միլիարդ 915.6 միլիոն դոլար, որից արտաքին պահուստային ակտիվները կազմել են 3 միլիարդ 855.3 միլիոն դոլար։ Պահուստային դիրքը արժույթի միջազգային հիմնադրամում կազմել է 200.000 դոլար, տվյալները հայտնում էր Կենտրոնական բանկը։ Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 14-ից մեկնարկում է Երևան-Բաթումի Երևան միջազգային ուղևորատար գնացքի երթևեկությունը։ Գնացքը կգործի օրը մեջ, զույգ օրերին կմեկնի Երևանից, կենտ օրերին Բաթումիից։ Երթուղին կգործի մինչև հոկտեմբերի 2-ը։ Նշված ժամանակահատվածում ժամանակավորապես կդադարեցվի Երևան-Թբիլիսի Երևան գնացքի երթևեկությունը։ ՄԱԿ-ի կանխատեսումներով 2025 թվականին համաշխարհային տնտեսական աճը կդանդաղի, հասնելով 2.4%-ի, նախորդ տարվա 2.9%-ի համեմատ։ Այս նվազումը պայմանավորված է Միացյալ Նահանգների կողմից սահմանված բարձր մաքսատուրքերով, աճող առևտրային լարվածությամբ եւ գլոբալ մատակարարման շղթաների խափանումներով։ Եվրամիության անդամ երկրները որոշել են չեղարկել Սիրիայի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները։ Այս մասին հայտարարել է համայնքի դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։ Մենք ցանկանում ենք օգնել Սիրիայի ժողովրդին վերականգնել նոր, ներառական եւ խաղաղ Սիրիան, նշել է նա։ Հունվար-ապրիլ ամիսներին Չինաստան ռուսական խողովակաշարային գազի մատակարարումների ծավալը տարեկան կտրվածքով աճել է 31.6%-ով, հասնելով 3.32 միլիարդ դոլարի։ Չինաստանի խողովակաշարային գազի մատակարարումների գծով երկրորդ տեղում Թուրքմենստանն է, այնուհետև հաջորդում են Մյանմարը, Ղազախստանը եւ Ուզբեկստանը։ Միջազգային էներգետիկայի գործակալության զեկույցի համաձայն մաքուր էներգիայի տեխնոլոգիաների համար անհրաժեշտ կարևոր հումքային նյութերի, ինչպես օրինակ պղնձի, լիթիումի, կոբալտի ու գրաֆիտի մատակարարումները կենտրոնացած են մի քանի երկրների, հատկապես Չինաստանի ձեռքում։ Չինաստանը վերահսկում է այս նյութերի վերամշակման շուկայի մոտ 75%-ը։ Այս կենտրոնացումը բարձրացնում է տնտեսական խոցելիության եւ մատակարարման խափանումների ռիսկերը։ Վերհիշենք օրեր առաջ ՔՊԱ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի առաջարկած նախագիծը։ Ժամկետային զինծառայողները կունենան ընտրության հնարավորություն, առաջին ծառայել 24 ամիս եւ ստանալ բարձր դրամական ապահովություն, երկրորդ ծառայել 6 ամիս եւ պետական բյուջե վճարել 15 միլիոն դրամ, ծառայել 1 ամիս եւ պետական բյուջե վճարել 20 միլիոն դրամ։ Նախագիծը հակասական մեկնաբանությունների տեղիք է տվել, որոնք պարզաբանում է հենց նախագծի հեղինակը։ Եթե դու որևէ ոլորտում հաջողության ես հասել, սպորտի մեջ աշխարհի չեմպիոն ես, Եվրոպայի կամ շախմատի չեմպիոն ես կամ գիտական կոչում ունես, դու հավանաբար նաև քո այդ վաստակով մեծ գումարներ ես վաստակում եւ կարող ես վճարել գումար, ծառայել 1 ամիս, ընդմիշտ փակել ծառայության էջը, ոչ թե ամեն տարի խնդրել, որպեսզի կառավարությունը օրինակ քեզ տարգետում տա։ Եվ նաև քո վճարած գումարներով այլ քաղաքացիներ կծառայեն։ Սոցիալական անարդարության կոմպոնենտը միանշանակ կա։ Եթե ներկայումս իհարկե նշվում է, որ հարուստ, մեծահարուստ խավի ներկայացուցիչները ունեն հնարավորություն, այսինքն նախկինում կոռուպցիա համարվող կարգավիճակով օրինականացվում է զինվորական ծառայությունից ազատվելու այդ դրույթը, որը բնականաբար ընդունելի չէ։ Պատգամավորի խոսքով այն գումարները, որոնք վճարվելու են բանակում քիչ ծառայելու համար, տրամադրվելու են ծառայ
ծառայողների կարիքները հոգալուն։ Սարգսյանի ու իրավապաշտպանի տեսակետները սակայն չեն համընկնում։ Սա կոռուպցիան վերացնելու ճանապարհ է, որովհետև այսօր ունենք կոռուպցիա եւ հարուստների, մեծահարուստների երեխաները նրանց բարեկամների կամ նրանց աշխատողների, տնօրենների, նրանց խնամիների, ծանոթների երեխաները նույնպես չեն ծառայում։ Եվ մենք այսօր արձանագրում ենք, որ մեր բանակում չեն ծառայում այս խավի անձինք ու նշում ենք նաև ճանապարհները ոնց են խուսափում, ես լուծում եմ առաջարկում մենք ոնց կարանք դրա դեմը կանգնեցնել եւ խափանել այդ մեխանիզմը, որը այսօր գործում է եւ սրանով հզորացնել մեր բանակը։ Հայկ Սարգսյանը վստահ է բանակում մեծ ֆինանսական միջոցներ է բերելու այս նախագիծը, ինչն էլ նպաստելու է ծառայության գրավչության բարձրացմանը։ Շատ մեծ թվով քաղաքացիներ ուղղակի խուսափում են, նրանց մի մասին անգամ փոքր տոկոսին 1000-ին կամ 1500-ին, 2000-ին, եթե կարողանանք մենք հետ բերել պարտադիր զինվորական ծառայության հաշվառել եւ նրանք վճարեն այդ սահմանված գումարները, մենք կունենանք բոլորովին ուրիշ իրավիճակ եւ բոլորովին ուրիշ պաշտպանվածություն։ Եթե անձը վճարում է որոշակի գումար ու անցնում է ծառայության օրինակ 1 ամիս ժամկետով, դա չի երաշխավորում, որ անձը մնալու է Հայաստանում եւ հետագայում նպաստելու է Հայաստանի մարտունակությանը, այսինքն ոչինչ իրեն արդեն իսկ չի խանգարում գնալ արտերկիր, ապրել, քաղաքացիություն ստանալ։ Ամեն դեպքում падգամավորը կարծում է, որ մեր բանակում այո, խնդիրներ կան եւ պետք է այդ մասին բարձրաձայնել, որպեսզի հնարավոր լինի լուծումներ գտնել։ Իր առաջարկած նախագիծն էլ Հայկ Սարգսյանը համարում է խնդրի լուծման մի տարբերակ։ Մայիսի 30-ից Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը գործարկելու է ներգաղթային եւ ոչ ներգաղթային դիմումների համար հարցազրույցի օր ամրագրելու եւ պահանջվող փաստաթղթերի ներկայացման նոր ցանցամակարգ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ դեսպանությունից։ Հարցազրույցի ամրագրման համար նախկինում օգտագործվող համակարգը ապա ակտիվացված է։ Կայքեջը հասանելի է միայն ընթերցման ռեժիմով, հետեւաբար դրա միջոցով այլևս հնարավոր չէ հարցազրույցի օր ամրագրել, սուրհանդակային ծառայությունից օգտվելու լիազորագիր ստեղծել, հարցազրույցին չներկայանալու մասին հայտ ներկայացնել, հարցազրույցի ավելի վաղ օր հայցել։